որոշել եմ գնամ քաղաք, կրթություն ստանամ, մարդ դառնամ, հող հավաքեմ ու գամ մեր գյուղը անասնապահական բիզնես դնեմ։ Գյումրու հայորդյաց տան դահլիճում ներկայացվեց Ագրավաձոր ինտերակտիվ ներկայացումը, որը հանդիսատեսին ներգրավեց բեմական գործողություններին եւ բաց քննարկման առիթ դարձավ կանանց ու տղամարդկանց իրավահավասարության թեմայի շուրջ։ Ներկայացումը կյանքի է կոչվել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ փոփոխությունների թատրոնի համագործակցությամբ Եվրոպական միության աջակցությամբ։ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը նշում է, ներկայացումը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են կանայք հաճախ զրկվում իրենց ներուժը լիարժեք իրացնելու հնարավորությունից։ Հիմնական նպատակը ցույց տալ առհասարակ, թե ինչպես սեռով պայմանավորված կանայք թիրախավորվում են եւ շատ հաճախ զրկվում են արդեն արկա հնարավորություններից իրենց անձնական կյանքը կազմակերպելու, մասնագիտական իրենց կարողությունները զարգացնելու եւ համայնքին որպես կարողունակ մարդկային ռեսուրս ծառայելու համար։ Ցույց տալ կնոջ գենդերային կարծրատիպերը կնոջ վերաբերյալ ընդհանուր առմամբ, թե ինչպես են վերաբերվում կնոջը հասարակության, մասնագիտության ձեռքբերման հարցում, ռեալիզացվելու հարցում։ Երևակայական Ագրավաձոր գյուղում ծավալվող պատմության կենտրոնում Նազիկն է մի կին, ով ցանկանում է դուրս գալ սահմանափակումներից, կրթություն ստանալ եւ ինքնուրույն կյանք կառուցել, սակայն նրա ցանկություններին հակադրվում է ամուսինը Սեթոն, ով պնդում է պահպանել ավանդույթները։ Ընտանեկան այս հակասությունը հասնում է մինչև համայնքային մակարդակ, բացելով ավելի լայն սոցիալական խնդիրներ։ Ներկայացման ամբողջ ընթացքը հստակ ցույց էր տալիս նրա մասին, թե ինչպես կինը ցանկանում էր գնալ ավելի շատ իր երազանքի հետևից, մասնագիտանալ եւ գալ իր համայնքի համար ծառայել եւ իր ամուսինը խնդիրներ էր տեսնում ունենալով կարծրատիպեր, վախեր։ Ներկայացման առանձնահատկությունը դրա ինտերակտիվ բնույթն է։ Հանդիսատեսը հնարավորություն ուներ միջամտելու գործողություններին, առաջարկելու լուծումներ, նույնիսկ փոխարինելու դերասաններին, փորձելով տարբեր վարքագծային մոդելներ։ Բարի գյուղապետ։ Նազիկը շատ ճիշտ տեղ է եկել։ Ինքը եկել է իր իրավունքների հետևից։ Տեսակ, որ ոնց էին պաշտպանում կանանց իրավունքները ու ոնց էին պաշտպանում տղամարդկանց իրավունքները, այսինքն հանդիսատեսը շատ պրոֆեսիոնալ էր, հա, այսինքն բնակչությունը շատ պրոֆեսիոնալ ու խնդիրին էլ շատ իրատեսական են մոտենում։ Նման ձևաչափի ներկայացումները կազմակերպիչների խոսքով նպատակ ունեն ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլ նաև խթանել հասարակական քննարկումն ու փոխել կարծրատիպային մոտեցումները։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։